Եկեք սրճենք միասին, հաղորդում, երբ բացահայտում եւ ծանոթանում ենք Hi-Find-ում գրանցված բիզնեսների հիմնադիրներին եւ մարդկանց, ում շնորհիվ այդ բիզնեսին սկսում են վստահել։ Ալլա ջան, ողջույն։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ մեր հյուրն եք։ Ես էլ եմ շնորհակալ, որ ինձ հրավիրեցիք ձեր մոտ։ Սիրով, նախ նաև շնորհակալ եմ, որ մի անգամ ենք արդեն հասել ենք համագործակցել, դուք պատրաստել եք նվեր մեր խաղարկության ընթացքում։ Ու այսօր մենք ուրիշ ֆորմատով ենք հանդիպել, փորձելու ենք բացահայտել ձեզ, ոչ թե ձեր բիզնեսը։ Այո։ Պատրաստ եք։ Այո։ Ունենք գույների տակ թաքնված հարցեր եւ առաջադրանքներ։ Ահա։ Սկսեցինք։ Վերցնեմ, հա։ Իհարկե։ Ձեզ տամ։ Այո։ Ստեղ հարց ունենք։ Այո։ Դուք ձեր գրառումներից մեկում ասում եք, որ հեքիաթը սկսվում է դետալներից։ Այո։ Իսկ ո՞րն է այն առաջին դետալը, որից սկսվեց ձեր սեփական հեքիաթը։ Իմ առաջի դետալը դեռ տարիներ առաջ սկսվեց եւ սկիզբը դրվեց օճառագործությունից եւ առաջի դետալը հենց եղել է դա, ավելացնելով ծաղիկներ ու ստեղծել կոմպոզիցիա։ Իսկ պահպանել եք այդ առաջին։ Ոյ, հա, պահպանել եմ ու նվիրել եմ մայրիկիս։ Մյուս գույնը վերցնելուց առաջ առաջարկում եմ սուրճ խմենք։ Շատ լավ։ Այս բոլոր հարցերին պետք է պատասխանենք, ոնց հասկացա։ Այո, բոլորին պարտադիր։ Իմիջիայլոց այստեղ ունենք բլից հարցեր։ Ահա։ Պատրաստ եք։ Սկսեցինք։ Մոմ թե ծաղիկ։ Մոմ։ Սպիտակ թե ոսկեգույն։ Սպիտակ։ Ստեղծել թե սովորեցնել։ Երկուսը միասին չեմ կարող ասել։ Երևի ստեղծել ավելի շատ լավ։ Ահա, բայց հետո փոխանցել։ Հետո փոխանցել, հա, արդեն մնացածին։ Նոր գաղափար թե արդեն փորձված լուծում։ Նոր գաղափար։ Ահա։ Մենակ աշխատել թե թիմով։ Մենակ։ Առավոտյան ներշնչանք թե գիշերային ստեղծագործություն։ Գիշերային ստեղծագործություն։ Կատարելություն թե ժամանակին ավարտված աշխատանք։ Կատարելություն։ Սրտով թե հաշվարկով։ Սրտով։ Առաջին վաճառքը 1 բառով։ Երջանկություն։ Առաջին պատվիրատուի անունը հիշում եք։ Չէ։ Աշխատանք, որի հետ դժվար եք բաժանվել։ Նկար է եղել։ Նկար։ Ահա։ Որ պատվերի ժամանակ եք ամենաշատը հուզվել։ Հուզվել։ Չի եղել, որ հուզվեմ։ Երբևէ արտասվել եք ձեր աշխատանքի պատճառով։ Այո։ Ինչու։ Իմ ուզած ձևով չէր ստացվել։ Ես էլ քանի որ շատ եմ սիրում, որ ամեն ինչը կատարյալ լինի, դա ինձ համար բերեց այդ վիճակին, որ արտասվեցի, հետո հապակվեցի ու նորից զրոյից սկսեցինք անել նույն գործը։ Ամենաանսպասելի շնորհակալությունը, որ երբևէ ստացել եք։ Ամենաանսպասելին, դե հաճախորդներից շատ եմ ստանում այդ շնորհակալությունները, այնպես չի որ անսպասելի է, դեպք չի եղել, որ ասեմ անսպասելի էր, էլի։ Ինչն է ձեզ ավելի շատ վախեցնում, սխալվելը թե չփորձելը։ Սխալվելը։ Ձեր աշխատանքում ամենահաճախ օգտագործվող բառը։ Ամենահաճախ օգտագործվողը բառ չի, հարցը։ Ահա։ Կնշեք ձեր օրը, հարսանիքի օրը եւ քանակ։ Այս հիմնականն է։ Բազանը։ Այսքան են բլից հարցերը, շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Ալլա ջան, շարունակենք։ Այո։ Կքսան։ Իսկ որ գույն եք դուք սիրում։ Կանաչ։ Ինչի հետ է ասոցացում կանաչ։ Չգիտեմ, առհասարակ կանաչ գույնը իմ գույնն է, ես այդպես եմ զգում, աչքերիս գույնը կանաչ է, չգիտեմ, սենց մենք իրար համար ենք ստեղծված։ Ես շատ եմ սիրում կանաչը, հետո բնության հետ եմ ավելի շատ ասոցացնում, բնությունն էլ շատ եմ սիրում, այդպես։ Այստեղ ունենք արդեն առաջադրանք։ Ունենալու ենք սեղանի 3 միանման փակ սրվակներ։ Ընտրելու եմ, որպեսզի ընտրեք միայն մեկը։ Շատ լավ։ Սա։ Ահա։ Կարող եք բացել, հա։ Աստղ։ Հիմա հարց։ Ահա։ Եթե 1 տարի հետո կրկին հանդիպենք, ինչ կցանկանայիք արդեն իրականացած տեսնել ու դրա մասին կիսվել մեզ հետ։ Ունենա եւս 1 ստուդիա ու բազում աշակերտներ։ Իսկ ասեք ձեր ստուդիայում ինչ եք ուսուցանում։
Մեր ստուդիայում ուսուցանում ենք մոմագործություն, գիպսով աշխատանք, էպոքսիդային խեժով աշխատանք եւ դիզայն ձևավորում։ Ահա, ու այդ ամբողջը անում Այդ ամբողջը անում եմ ես եւ մի փոքրիկ հատված, որտեղ նախատեսված է, որը նախատեսված է նկարչության համար, նկարչության խմբակել ունենք այսօր։ Իսկ ինչպես եք հասցնում, թե դասավանդում, թե այդքան պատվերներ։ Շատ դժվարությամբ եմ հասցնում, իրականում ամեն րոպեն հաշվարկված է, քանի որ ունեմ նաեւ երկու բալիկ, այնպես եմ կազմակերպում օրս, որ ոչ մեկի չխանգարի։ Իսկ ունեք գույն, որ չեք սիրում։ Սև։ Չեմ սիրում։ Սևը հա ոնց որ վերցնեմ։ Այստեղ հարցական ունենք։ Սովորաբար այստեղ հարց չենք ունենում ու ակնկալում ենք հարց, որը դուք ինքներդ ձեզ կտաք ու որի պատասխանը նորից կակնկալենք ձեզանից։ Ոյ, շատ լավ։ Հիմնական հարցը, որը որ ինքս ինձ կարամ տամ, դա այն է լինելու, որ ապագայում, երբ որ աշխատանքը ավելի ու ավելի շատանա, տա Աստված, ինչպես եմ այդ ամեն ինչը հասցնելու կազմակերպել, եւ որպես հարցի պատասխան կարամ ասեմ, կարծում եմ կընտրեմ լավագույն աշակերտներիցս որևիցե մեկին, որպես ինձ աջձեռք եւ օգնական, որպեսզի կարողանամ այդ ծավալից դուրս գալ։ Նորից ունենք առաջադրանք։ Այս անգամ սեղանի վրա լինելու են 3 առարկաներ։ Ունենք մոմ, լավ, թել եւ գրիչ։ Խնդրելու եմ, որպեսզի դուք ընտրեք այն մեկը, որը այս պահին ամենաշատն է արտացոլում ձեր ճանապարհը։ Իմ ճանապարհը։ Թել։ Ինչու։ Եթե ոչ միայն աշխատանքային առումով էլ իդակապենք, զուտ կյանքս, մի տեսակ խառը թելի նման խճճվում է, հետո քանդվում է, հետո նորից խճճվում է ու այդպես անընդհատ։ Դա կարամ ասեմ։ Բայց դուք կարողանում եք չէ նորից հավաքել։ Այո։ Դա ամենակարևորն է։ Դրա համար էլ թելը ընտրեցի, որովհետև անընդհատ այդ վիճակն է։ Անդադ ինչ որ առաջադրանքներ, այսպես ասեմ, որոնք որ պետքա ես կարողանամ հաղթահարել։ Ահա։ Իսկ այդ ճանապարհին մենակ եք հաղթահարում, թե կան մարդիկ, ովքեր ձեր կողքին են։ Կան մարդիկ, ովքեր իմ կողքին են, առաջինը կնշեմ իմ ամուսնուս, որը սարի պես, այսպես ասեմ, իմ մեջքին կանգնած է եւ իմ ընտանիքս, բոլորին շատ սիրում եմ ու շնորհակալ եմ ասում, որ իրենց ունեմ իմ կողքին։ Միշտ պահապան, միշտ օգնական։ Այո։ Նորից առաջադրանք։ Այս անգամ սեղանի վրա դրված է լինելու 4 քարտ, որոնք ներկայացնելու են օրվա 4 պահերը՝ առավոտ, կեսօր, երեկո եւ գիշեր։ Խնդրեմ ընտրեք միայն մեկը։ Որը որ ինձ ամենահարմար տարբերակն է, գիշեր։ Հարց. Այս ընտրությունն ինչպես է բնութագրում այն փուլը, որում հիմա գտնվում եք։ Գիշերը ինչի համար ընտրեցի, որովհետև ամենաիդեալական տարբերակն է իմ համար, ամբողջ օրը առավոտվա վազքից եւ այլն, երեխաներ, տուն, աշխատանք, գիշերը գալիս է այն պահը, երբ հազիվ հանգստանում ես, շունչ ես քաշում եւ արդեն կարող եմ նույնիսկ ասել ավելացնում եմ նաեւ իմ սիրած հոբին, սիրում եմ ֆիլմեր դիտել, սերիալներ նայել։ Այդպես իմ համար հանգստի ժամանակն է դա։ Ձեր սեփական անձնական ժամանակը։ Շարունակենք։ Այստեղ արդեն հարց ունենք։ Ձեր աշխատանքները հաճախ դառնում են ընտանեկան հիշողությունների մի մաս, այդպես է, չէ՞։ Այո։ Այ հետաքրքիր է, ինչպիսին է լինում մարդկանց արձագանքը, երբ իրենք տեսնում են արդեն իրենց պատվերը, պատրաստի պատվերը։ Շատ են ուրախանում, զարմանում են, հիանում են, նույնիսկ եղել է դեպք, երբ որ հարսանիքը արդեն եղել է եւ շատ էին հավանել տարոսիկները, այնպես է ստացվում, որ հարսի ու փեսայի համար իրենց համար տարոսիկ չի մնում, անցնում է ժամանակ, հարսիկը նորից ինձ գրում է եւ խնդրում է հենց իրենց համար նույնիսկ պատրաստել, որպեսզի գոնե իրենց համար հուշ ունենան, այդպես շատ են ուրախանում։ Իսկ դուք ֆիքսում եք այդ պահերը։ Այո, ֆիքսում եմ այդ պահերը, իրենց արձագանքներն էլ եմ ֆիքսում, թե նամակի ձևով, երբ որ իրանք ինձ գրում են, ես սկրին եմ անում, ինձ մոտ պահպանում եմ, այդպես։ Իսկ ունեք ռիլի տարբերակով։ Ռիլի տարբերակով դեռ չունեմ, բայց լավ միտք է, կարելի է փորձել։ Մեր վերջին հարցը։ Սպիտակ։ Ինչու սպիտակը վերջում։ Ամենասիրածս գույնն է, դրա համար էլ փորձում եմ ամենավերջում ամենահաճելին թողել։ Նորից հարցնում եմ։
Այսօր դուք ոչ միայն ստեղծագործում եք, այլև ձեր գիտելիքը եւ փորձը փոխանցում եք մյուսներին։ Այո։ Ինչպես արդեն մենք նշեցինք այդ մասին։ Իսկ ինչպես ծնվեց ստուդիա ստեղծելու գաղափարը։ Ստուդիա ստեղծելու գաղափարը ստեղծվեց շատ հանկարծակի, ես նախքան ստուդիա ունենալը տանն էի աշխատում եւ երբ որ արդեն պատվերները շատ էի շատանում եւ աջախորդներ կային, որոնք որ ինձ գրում էին եւ դիմում էին այն խնդրանքով, որ ես իրենց սովորեցնեմ այն ամեն ինչին, որ ես գիտեմ, ես հասկացա, որ արդեն մարդիկ ունեն այդ պահանջը կոնկրետ ինձ մոտ գալու եւ սովորելու։ Եվ այդտեղից առաջացավ միտք, որ պետք է նաեւ տարածք վերցնել, ստուդիա ունենալ, որպեսզի իմ գիտելիքներս փոխանցեմ արդեն մնացած մարդկանց, ովքեր որ ցանկանում են զբաղվել այդ գործով։ Շատ շնորհակալություն։ Իսկ ձեզ ամենաշատը ի՞նչն է ուրախացնում, ձեր սեփական արդյունքը, թե երբ ձեր աշակերտներն են ինչ-որ արդյունքներ գրանցում։ Երկուսն էլ իրականում, բայց քանի որ ես եմ աշխատում, ու մենակով եմ աշխատում, այդ պահի դրությամբ պետք է ինձ համար կարևոր լինի իմ տրված աշխատանքը, որպեսզի իմ հաճախորդները ինձանից գոհ լինեն։ Իսկ եթե դասընթացի մասով նայենք, արդեն բնականաբար ինձ համար շատ կարևոր է, որ իմ աշակերտները հասնեն լավագույն արդյունքների եւ ես հպարտանամ իրենց։ Մեր գույները վերջացան Ալա ջան, բայց մեր հաղորդումը դեռ չի վերջացել։ Հիմա ձեզ խնդրելու եմ, որպեսզի 10 վայրկյան լուր մնաք ու փորձեք իմի բերել ու ամփոփել այսօրվա հաղորդումը։ Կիսվել ձեր կարծիքով։ Այո։ Սկսեցինք։ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հերմինե ջան, շատ շնորհակալ եմ, որ ինձ հրավիրեցիք մասնակցել այս հաղորդմանը։ Ձեր հաղորդումը շատ հետաքրքիր ընթացք է ունենում, բոլոր հյուրերի հետ կապված կարող եմ նայել, ես նայում եմ, հետևում եմ ձեզ։ Շատ հետաքրքիր հարցեր եք կազմել հենց ինձ բնորոշ, սպეციფიկ հարցեր, թե մասնագիտական, թե նաև ինձ բնորոշ։ Շատ հետաքրքիր անցավ, ես շատ ուրախ եմ, որ մասնակցեցի։ Շնորհակալություն լավ խոսքերի, ջերմ խոսքերի համար։ Ես էլ եմ շատ շնորհակալ, որ չմերժեցիք հրավերը ու ամենասկզբի շնորհակալ եմ, որ միացել եք HiFind-ին ու դարձել եք մեր համայնքի մասնիկը։ Ալա ջան, եւս մեկ անգամ շնորհակալություն, որ հյուրընկալվեցիք մեզ մոտ։ Ես էլ եմ շնորհակալ։ Ես ուզում եմ փոխանցել մեր ստիկերները, կարծում եմ արդեն ծանոթ եք։ Շատ լավն է։ Շատ շնորհակալություն։ Ձեզ էլ շնորհակալություն։ Այստեղ ունենք նաև կրիա, մեր խորհրդանիշը, թող անպայման ձեզ հաջողություն բերի, ինչպես ասում են, կրիան նաև հաջողություն է բերում։ Ունենք նաև գրություններ ու ուղերձներ ձեզ։ Շնորհակալություն։ Ունենք նաև նվեր մեր միջոցառումից B2 Balance-ից, չգիտեմ տեղյակ եք թե ոչ, կազմակերպել ենք Սննդաբանի հետ համատեղ։ Այստեղ ունենք նվեր մեր գործընկերների կողմից, Էկոլավի կողմից, թեյեր են իրենք արտադրում հայկական արտադրության եւ Համովի կողմից համեմունքներ, նորից բնական համեմունքներ են, նաև ունենք փոքրիկ մագնիս արդեն մեր կրիայի տեսքով։ Ինչպես նաև մեր գործընկերոջ կողմից, Միլասայի կողմից պատրաստված գլխազարդեր։ Ես գիտեմ, որ դուք աղջիկ ունեք ու վստահ եմ ձեր աղջիկը կհավանի, որովհետև Միլասան առաջարկում է շատ էսթետիկ, շատ գեղեցիկ գլխազարդերի լայն տեսականի։ Շատ շնորհակալություն նվերների համար։ Նաև նվեր Anna Flowers-ի կողմից։ Anna Flowers-ը մեր նոր գործընկերն է եւ պատրաստել է այս գեղեցիկ վարդերը ձեզ համար։ Շատ շնորհակալ եմ, իրոք շատ գեղեցիկ է ամեն ինչ։ Այսօր բացահայտեցինք մի մարդու, ով իր աշխատանքով ցույց է տալիս, որ ամենագեղեցիկ պատմությունները կարող են սկսել փոքր, բայց շատ կարևոր դետալներից։ Եթե դու էլ ունես բիզնես գրանցված HiFind-ում, միգուցե հաջորդ սրճենքը լինի քո մասին։